Երբ կարելի է մանկապարտեզ գնալ սուր շնչառական վարակից հետո։ Կարճ պատասխանն են, մրսածության սկսվելուց 5-7 օր անց, եթե չկա ջերմություն, երեխայի ինքնազգացողությունը լավ է եւ կաթարային երևույթները, հարբուխը եւ հազը նվազել են։ Ավելի մանրամասն, երբ որոշում ենք կայացնում երեխային հիվանդությունից հետո մանկական կոլեկտիվ վերադարձնելու մասին, առաջնորդվում ենք մի քանի գործոններով։ Առաջինը, ինչպես է նա իրեն զգում։ Եթե երեխան աշխույժ է, ուրախ, ապա մանկապարտեզի ռեժիմը նրա համար հակացուցված չէ։ Երկրորդը, վարակիչ է արդյոք նա։ Այստեղ ամեն ինչ ավելի բարդ է, որովհետև բոլոր վարակների համար վարակելիության ճշգրիտ ժամկետները չգիտենք։ Եթե երեխայի մոտ կա որևէ հատուկ հիվանդություն, օրինակ ջրծաղիկ, ապա նրա համար սահմանվում է կարանտին որոշակի ժամանակով։ Բայց եթե դա սովորական սուր շնչառական վարակ է, ապա հստակ ժամկետներ չկան։ Մենք գիտենք, որ 5-7 օրվանից հետո վիրուսի արտազատումը միջավայրում նվազագույն է կամ ամբողջությամբ բացակայում է։ Ինչ պետք է դեռ հասկանալ։ Երեխան մինչև առաջին ախտանիշների ի հայտ գալը արդեն վիրուս է արտազատում միջավայր, այսինքն վարակիչ է։ Բայց դրա մասին ոչ ոք չգիտի։ Իսկ հազացող երեխան, ում մոտ մնացորդային երևույթներ են, վարակիչ չէ։ Բայց այդ դեպքում բոլորն էլ կասկածանքով են նայում նրան։ Ցավոք, մանկական կոլեկտիվում անհնար է ամբողջությամբ կանգնեցնել վարակի փոխանցումը։ Ավելի հեշտ է պարզապես ընդունել այն փաստը, որ եթե երեխան մանկապարտեզում է, նա միշտ շփվում է տարբեր հարուցիչների հետ, եւ դա նորմալ է։ Երրորդը. պետք են արդյոք նրան որևէ միջամտություն կամ բուժում։ Նույնիսկ եթե երեխան հիվանդ է 1 շաբաթից ավելի, վարակիչ չէ եւ ակտիվ է։ Մանկապարտեզում ոչ ոք չի լվանալու նրա քիթը կամ ինհալյացիա անելու։ Հետևաբար, եթե երեխայի բուժումը ենթադրում է նմանատիպ պրոցեդուրաներ օրվա ընթացքում, ապա նրան մանկական կոլեկտիվ վերադարձնելը ճիշտ չի լինի։